Հայաստանում այս պահին երեխաների առևանգման դեպքեր չկան, անդրադառնալով տարածվող տեղեկություններին ՆԳՆ-ից են հայտնում։ Ոստիկանությունը գնում է երեխաների առևանգման վերաբերյալ ցանկացած ահազանգի հետևից, ուսումնասիրում յուրաքանչյուր տեղեկության իսկությունը։ Այս պահին Հայաստանում երեխաների առևանգման դեպքեր չկան։ ՆԳՆ-ն հորդորում է ավելորդ խուճապ չտարածել եւ չհրապարակել չճշտված տեղեկություններ։ Փաշինյանը հյուրընկալել է Կիպրոսի ներկայացուցիչների պալատի նախագահի գլխավորած պատվիրակությանը, ընդգծել Կիպրոսը Հայաստանի համար բարեկամ երկիր է, որի հետ ձևավորվել են խորքային պատմական, մշակութային ու արժեքային կապեր։ Դիմիտրիուն էլ վերահաստատել է Կիպրոսի աջակցությունը Հայաստանի ինքնիշխանությանն ու տարածքային ամբողջականությանը։ Մտքեր են փոխանակվել նաև Հայաստան-Ադրբեջան խաղաղության գործընթացին առնչվող զարգացումների շուրջ։ Երևանի բնակիչներն ազատվում են 2025-ի աղբահանության հունվար-մայիս ամիսների համար մինչև հուլիսի 31-ը հաշվարկված տույժերից։ Ավագանու որոշմամբ մինչև հուլիսի 31-ը կուտակված որևէ տույժ տուգանք չի գործելու, ամբողջը հաշվանցվելու է քաղաքացիների փաստացի վճարին։ Հայաստանի պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի հրավերով մայիսի 20-ին պաշտոնական այցով Հայաստանի Հանրապետություն է ժամանել Իրանի Իսլամական Հանրապետության պաշտպանության և զինված ուժերի աջակցման նախարարը։